ՊՎԾ-ն մարզային մի քանի համայնքներում արգելել է համայնքային հողերի աճուրդի չեղարկումը։ Կառավարության նիստում հողատարածքների առք ու վաճառքներին անդրադարձ կատարեց Նիկոլ Փաշինյանը, մտահոգություն հայտնելով, թե հանրապետությունում հողեր են վաճառվում 1 քառակուսի մետրը 7 դրամով, 15 դրամով, 20 դրամով։ Եվ ինչու եմ ես սրա մասին իմանում, որ ասենք մեկ էլ մի քաղաքացի որոշում է ինձ նամակ գրի, ես դրա մասին եմ իմանում։ Էլի ինստիտուցիոնալ պրոբլեմա, ինչի ինձ ոչ մի անգամ ես կներեք իմ բանը չի հերիքում, ես չեմ կարող ամեն ինչի, կամ կարամ լավ չեմ աշխատում, որ ամեն ինչի մասին բացարձակապես տեղյակ լինեմ, բայց սա ինչ իրավիճակ է, ես չեմ հասկանում, դե չի բան անում, ձեր աչքը չի ծակում դա, որ ոնց կարա 100 դրամով հող վաճառվի։ Հողերի ձևական աճուրդներն ըստ Փաշինյանի պետք է վերանայվեն։ Կարող է այստեղ ուրիշ բան խոսում ենք, ես դռնից դուրս են գալիս, հետո ես այնտեղ մեգաֆոնը վերցնում եմ, ասում եմ ժողովուրդ, այն կառավարության նիստում որ ասցինք, դե այդ մոռացանք, ոնց պայմանավորվեցինք, տենց ենք անում։ Չի եղել, չէ, այսպիսի գոնե մի հատ դեպք 7 տարվա ընթացքում։ Եթե հողը գին չունի, թող վաճառվի իր իրական շուկայական գնով, բայց եթե ինքը թանկ է, թող վաճառվի թանկ։ Հիմա մենք էլի բերել ենք հեսա ստանդարտ սահմանենք մի հատ գին ու հողերի կեսը չվաճառվի։ Ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորներն առաջարկում են կասեցնել 2021 թվականից տարեց-տարի զգալի չափով ավելացող գույքահարկի բեռի աճը։ Նախագծի հեղինակների դիտարկմամբ այն ունի հակասոցիալական եւ անարդար բնույթ։ Նախագծի հեղինակներն ակնկալում են, որ կվերացվի 2026-ից 30%-ի չափով գույքահարկի բեռի ավելացումը։ Կառավարությունը սակայն դեմ է ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորների ներկայացրած նախագծին։ Փաշինյանի ձևակերպմամբ գույքահարկի բարձրացումը լուծում է համայնքների ֆինանսական կարողությունների հարցը։ Նախագծի հեղինակներին ձեռ է տալիս, որ համայնքը չունենա այդ հնարավորությունը, որ երկար ջպերով մարդիկ գան, ասեն, հա ինչա պետք ստեղ, բան, հա մի հատ էլ բան արեք, գրավիլ բերեք, լցրեք, ու բոլոր գյուղացիները զարմանան, ասեն, վայ, սա հրաշք է, երկնային մանանա է, ոնց գրավիլ եկավ, բան, մի քանի բան, քերած ասֆալտ եկավ, պետքա բան անել, երկրպագել, այդ հաստ վզերով եւ մեծ գլխերով մարդկանց, որ կարողացան երկնքից բանի Մովսեսի նմանությամբ մանանայի փոխարեն գրավիլ իջեցնել եւ մեր փոսերը լցնել, որի գոյությունը միջև հաջորդ անձրևն է։ Իդեպ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց նաև ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու մասին ընդդիմադիր падգամավորների օրենսդրական փոփոխությունների նախագծին։ Ֆինանսների նախարարությունը նշել է, թե ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունը սկզբունքորեն անընդունելի է։